Մեր ձևով ժողովրդական շարժման թիմն աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ դարպասցիների հուզող խնդիրներին։ Բայց գյուղը լրջագույն խնդիր ունի, դա կոյուղու խնդիրն է։ Մեր գյուղը այս պահին ունի հենց անմիջական տրանսպորտի խնդիր։ Կուզենք, որ միտեղ աշխատանքներ մտնենք, աշխատենք, մեր ընտանիքը կարողանանք պահենք։ Այս խնդիրները դարբասցիները բարձրացրին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը։ Այս վերջի 20 տարին Հայաստանում ոչ մի լուրջ հիմնարկ չի ստեղծվել։ Վանաձորում եթե կարի ֆաբրիկան չլիներ, ուրիշ զբաղմունք չէր լինի։ Հա, աշխատավարձը կարող ավելա, կարող է պակասա կարի ֆաբրիկան, բայց ուրիշ բան չի ստեղծվել։ Ու կարի ֆաբրիկան էլ մարդը մի քիչ բանը անում, տանում նստեցնում են։ Հանդիպման ընթացքում շարժման անդամները գյուղի բնակիչներին ներկայացրին շարժման կողմից առաջարկվող Հայաստանի գյուղական համայնքների զարգացման տեսլականը։ Լսել ենք շատ լավ, ընդունել ենք այսօր որ ներկայացել ենք ստեղ, ուրեմն ընդունել ենք իրան։ Հույս կա, որ եկել եմ անձամբ հուսով եմ եկել ներկայացել ստեղ։ Շատ անելիքներ կան, նոր եկող ինչ-որ մեկը, որ կարողանա ինչ-որ մի բան փոխի, շատ լավ կլինի։ Մենք միշտ էլ հետևում ենք, շատ հավանում ենք իրանց ամեն մի հարցը, որ պետք է կատարվի մեր գյուղում կամ մի Հայաստանում, մենք ուզենք, որ այդ բոլորը ինչ արտահայտվում են, երազանք չլինի մեզ համար։ Արվել է այստեղ ասֆալտ նորմալ է, այնտեղ վերև արդեն տուֆից սալա արդեն ճանապարհ կառուցվել, բայց այդ տուֆը, ոնց ես հասկանում եմ, իրան չի արդարացնում։ Դա նույն բանա, ոնց որ դեպի Երևան տանող բետոնկ է։ Դեմ